Առավոտյան 6-ին 10-20 պակաս արտանում եմ, մի ժամանակ գուջելին կդնում էի, բայց հիմա այսօր օրինակ 5:30 եմ արթնացել, լուսամուտը բացում եմ, նայում եմ ծառերին, մի հատ հայմերն եմ ասում, հետո շնորհակալություն եմ հայտնում, նայում եմ այդ ծառերին, երկնքին, որ ես կամ, որ ես շնչում եմ, որ ես ապրում եմ, տեսնում եմ, այո, բաց նոր, բաց արևածագն եմ տեսնում, հիանում եմ բնությամբ, հետո անցնում եմ իսպաներեն պարապել, ժամ ու կես, մինչև 7-7:30 իսպաներեն եմ պարապում, Միայնակ թե խմբով? Չէ, դոլինգ ինտերնետով պարապում եմ, այտենց հետո ուրեմն պարապում եմ, ամել ընդեղ մրցույթ էլ լինում, ինչքան շատ ես պարապում, աչուկներ ես շատ ունենում, հետո քեզ աչուկներ նվիրում ու դու միշտ կիրակի օրը գնացել էինք բանը Արձական գյուղը, մեր աղջիկներից մեկի դաչան, իրանք սեղանը մինչև պատրաստեն, ես գնացի այգի, մտա սկսեցի պարապել, որովհետև մի հատ ռուսկին կար, ուզում էր ինձանից առաջ անցնի։ Մի հատ ասեք, որ աշխարհում եք։ Ես էլ մրցեմ ձեզ հետ։ Հələ ասեք, որ աշխարհ եք հասել։ Որ աշխարհ ուրեմն դոլինգով մեկ էլ նենց ասացեց, որ այդ Նադիժդան բան հոգնեց, էլ չշարունակեց։ Հաղթել եք Նադիժդան։ Երրորդ տեղն էր, վերջը ես դարձա երկրորդ տեղը եւ 220 աչուկ ստացա։ Որ աշխարհն եք, որ մակարդակին եք։ Ինչպես ասեմ, որ մակարդակին։ 30 որ, 40 որ։ Հա, ես 38 իսպաներինից 38 մակարդակին եմ։ Նույնիսկ որ նախադասություններ ես լրացնում, եթե ստացվում է, այնտեղ սխալներ 5-ը սխալ, եթե արեցիր չի ստացվում։ Մեկ էլ ստացվում է, անցնում եմ առաջ։ Դուք արդեն երկու մակարդակի իսպաներեն գիտեք, ձեզ ասեմ իմանաք։ Այդպես, ինչ ասեմ։ Տիկինով, գիտեիք, կարդացել էիք, որ նոր լեզու սովորելու ուղեղի աշխատանքը խթանում է երիտասարդացնում, թե ուղղակի սիրողական որոշեցիք։ Գիտեք ոնց, սկզբից ես անգլերեն պարապեցի, մի տարի մի տեսակ պարապում ու մոռանում եմ, իսկ իսպաներենը Կուբայում մենք 3 տարի ապրել ենք, երեխաներս արդեն մեծ էին, մենք 3 տարի ամուսինս Կուբայում աշխատել, այնտեղ իսպաներենը ինքնսիկյան շփվելով արդեն խոսակցականը գիտեի, ու այդ ժամանակ ես իրարվեցի իսպաներեն լեզվին եւ մինչեւ այսօր պարապում եմ ու ստացվում է, որտեղ մի քիչ հիմքը կար, բառեր ինչ որ ագին գիտեի բավականին, որ պարապում եմ մնում, հետ էլ պարապում եմ, որպեսզի ուղեղս մի քիչ շարժվի, առողջության համար, որ ավելի շատ դա։ Մի ընդհանուր բան էլ ունեցանք իրար հետ, տեսել եմ իսպաներեն սովորում, պարապում, սիրում, բայց եմ ասում, մրցենք իրար հետ։ Հա, մրցենք դրա մարկաս։ Մեկ ասում են, ինչ Իսպանիա պետք է գնաս, ասեմ, չէ, Իսպանիա չեմ գնացել գելեմ, բայց շատ եք ճամփորդել, շատ եմ ճամփորդել, սովետական, դե երկրում էր, արտասահմանում, հետո տղայիս աշխատանքի բերումով 9 տարի մենք Կիևում ենք ապրել, այնտեղից եմ սկսել սպորտով զբաղվել, հարսից հետ գնում ենք լողավազան, հետո մի 3-4 տարի էլ Ալմաթայում ենք աշխատել, հետո հետ ենք եկել Երևան եւ այդպես Գոլջիմով սկսել եմ պարապել, այդպես է մինչեւ հիմա շարունակում եմ պարապել։ Ինտենսիվ եք պարապում, թե ուղղակի սիրողական։ Օրինակ յոգայի բոլոր հնարքները շարժեք ունեք։ Այո, առաջ ես բոլորն անում էի։ Մի օր թորնիկիս ասում եմ, ինքը արձենատուրայում էր, բժշկուհի, ասում Անի ջան, որ պարկում եմ, հետո չեմ կարողանում եկենամ, որ ձեռքերը ձգեմ դեպի որ տատիկ այդ մի բան էլ մի իմացի։ Ես զարմացա, ինչ ասում ինչ չի բանա։ Բայց դուք սկզբից ասացիք, որ սիրում եք առաջինը լինեք, ամեն ինչ հաղթահարեք։ Ու պես յոգան պարապում էի, ստրեչինգ պարապում էի, պարերին մասնակցում էի, դե լողավազան անպայման ակվա աերոբիկային պարապում էի, բայց COVID-ից հետո կարծես թե էլ արդեն չգնացի, ուրիշ տեղ գնացի, հիմա յոգա եմ, զգում եմ, որ շատ երկար չեմ կարող, սկզբից ակվա աերոբիկայի պարապում, զգում եմ, որ հոգնում էի, հիմա յոգա եմ պարապում շատ հանգիստ,
Հետո բասինում ենք յոգա Լենան մեր տրիները նոր վարժություններ ավանարել, որ բասինում էլ յոգա են կարողանում պարապել ու բասինում ով ենք տալիս ընկերուները մի 7-8 հոգի ենք, մեծը ես եմ ամենա ու այնտեղ կոֆե են խմում, զրուցում, հյուրասիրում, ծնունդներ կազմակերպում, շաբաթը մի անգամ կարծես թե տենց ստացվում է գնում ենք այգիներում քաղաքից դուրս յոգա ենք պարապում շատ հաճելի մթնոլորտ է, շատ մեծ ուրախությամբ եմ առավոտը շուտ առաջինը ես եմ մտնում ժամը 8-ին, ես 8:30 արդեն Շիրակ հյուրանոցի բասեյնում եմ մարզվելու պատրաստ, հա Լենան գալիս է, մենք 9-ից սկսում ենք բալկոնում 5-րդ հարկը բացօթյա պարապում ենք, հետո բասեյն, հետո շատ հաճելի Կյանքի ամեն վարքյանը վայելում եք այո, ձգտում եմ ամեն մի վարքյանը ճիշտ օգտագործել քանի ապրում եմ չգիտեմ Աստված ինձ ինչքան կտա այդքան ամեն մի վարքյանը ճիշտ ապրել գնահատելով ամեն ինչ այո շնորհակալություն ձեր զավակները թոռները ինչպես են ձեր այս ակտիվ կենսակերպը ընդունում նրանց դա ուրախացնում է ուրախացնում իրենց շատ ուրախ են որ տատիկը ամենտեղ առաջ ամենտեղ կարողանում է շատ ուրախ են գովում են մեր տատիկը ինչա այս վերջերս թորս եկել էր մեր տատիկը եվրոպեյսկի տատիկ ասեմ բայց ինչից երեխաց ինչ է ուշիմ ամեն ինչով շատ ուրախ են իմ ամեն մի բանի համար իրանք շատ են ուրախանում դուք եք դասերակել լայնախոհությունը իրենց մեջ սերունդները ոնց որ ձեր սերմերն են որ իրենք այդպես են արձագանքում գիտեք ինձ ինչն էր հետաքրքիր մեր իրականության մեջ շատ հաճախ տատիկները ավակ սերնդի ներկայացուցիչները հիմա մեր ունկնդիրները իրենք էլ են կաշկանդվում, իրենցով զբաղվեն, մտածում են թե ես մեծ կին եմ, տատիկ եմ, ուր գնամ լողավազան, ուր գնամ բակի մարզասարքի վրա վարժություն կատարեմ։ Դուք իրենց ինչ ունեք ասելու ձեր փորձից ելնելով, այ արդյոք ամոթ է զբաղվելը։ Չի, ամենևին անհարմար չի եւ մեր շենքից կան, որ միասին գնում էինք Թումոյում այգիում ժամը 7-ին, դաժե ձմեռն էին գնում պարապում էինք, հետո բակերում կա բաներ, ինչ-որ մի քանի սարքեր, այդ սարքերի վրա պարապում էինք, գալիս ենք, ովքեր սիրում են ֆիզիկական ակտիվություն, իհարկե արժի պարապել, իսկ ովքեր առանձնապես չեն ձգտում, դրան գոնե, ասենք ընկերների այգիներում զբոսնեն, քայլեն, երեկոյան, առավոտյան, երեկոյան մենք նորից շենքի հետևի մասում ուղիղով քայլում ենք բավականին գնում գալիս, որ հետո հանգիստ գիշերը քնենք։ Օրական քայլերը հաշվում եք, քանի քայլ եք քայլում։ Ճիշտն ասած, ունեմ հեռախոսի մեջ, բայց ուշադրություն չեմ դարձրել, մի քիչ դժվար է քայլելը, բայց քայլում եմ հնարավորինչ։ Նվազագույնը ձեր քայլում եք։ Հա, նվազագույն մի կես ժամ քայլում ենք։